Հայ-ամերիկյան հարաբերությունները նոր մակարդակի են հասնում, ԱՄՆ փոխնախագահի պատմական այցից շատ շանցած Հայաստան է այցելել նաև ԱՄՆ պետքարտուղարը։ Մայիսի 26-ին է Երևանում ժամանել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, կայացել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։ Նույն օրը ստորագրվել են մի շարք երկկողմ փաստաթղթեր։ Սա Ռուբիոյի առաջին այցն է Հարավային Կովկաս, ըստ նախնական տեղեկությունների նա Երևանից Բաքու կամ Թբիլիսի չի մեկնի։ Ռուբիոն ԱՄՆ երրորդ պետքարտուղարն է, որն այցելել է Հայաստան 1992 թվականին Հայաստան էր այցելել Ջեյմս Բեքերը ԱՄՆ-ՀՀ հարաբերությունների հաստատման եւ Երևանում ԱՄՆ դեսպանատան բացման կապակցությամբ, իսկ 2010 ու 12 թվականներին Հայաստան էր այցելել Հիլարի Քլինթոնը։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Իրանի ափերի մոտ հնչել են պայթյուններ, ԱՄՆ-ն գործի է դրել զենքը։ Լոս Անջելեսի հարևանությամբ քիմիական աղետի վտանգը նվազել է։ Պատերազմի գաղտնիքը, ինչու է ԱՄՆ-ին պետք չինական մետաղը։ Կեղծ գործակալները, ներգաղթյալների դժոխք, նոր հանցատեսակը ռեկորդային թվի է հասել։ Ռոմի պապաներեղություն է խնդրել, ինչ դեր է ունեցել Վատիկանը ստրկության օրինականացման հարցում։ Իսկ թողարկման երկրորդ մասում սպասեք վիճակագրությանը, որը ոչ թե մտահոգիչ, այլ արդեն վախեցնող է։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ, ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Ամերիկայում տեղի ունեցող ամենահետաքրքիր ու կարևոր թեմաները։ Լոս Անջելեսի հարևանությամբ քիմիական աղետի սպառնալիքը նվազել է, վտանգի աղբյուրը Garden Grove-ի ավիատիեզերական գործարանում տեղադրված ցիստերն էր։ Թունավոր նյութ պարունակող այդ հսկա տարայի վրա ճաք էր հայտնաբերվել։ Կար պայթյունի եւ մեծ արտահոսքի հավանականություն, բարեբախտաբար ցիստերի ջերմաստիճանը սկսել է նվազել եւ հասել է մոտ 90 աստիճանի։ Վտանգը դեռ ամբողջությամբ չի անցել, բայց իրավիճակը արդեն վերահսկելի է։ Վտանգի մեծությունը հաշվի առնելով շրջակա տարածքներից շուրջ 50,000 բնակիչ էր տարհանվել։ Վտանգի մակարդակը նվազելու հետ իշխանությունները վերանայում են տարհանման գոտիները, սակայն մարդկանց խնդրել են դեռ չշտապել տուն վերադառնալ։ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը շարունակում է մոնիթորինգը։ Վտանգավոր հայտարարված գոտում դպրոցները փակված են։ Սա համարվում է քիմիական նյութերի հետ կապված ամենավտանգավոր միջադեպերից մեկը Կալիֆոռնիայի ողջ պատմության մեջ։ Պայթյունի դեպքում աղետը կարող էր ընդգրկել մղոն շառավիղ, դա կառաջացներ կառուցվածքային ծանր վնասներ եւ թունավոր արտանետումներ։ Թրամփը ստորագրել է դաշնային հրամանագիր, որը թույլ կտա ավելի մեծ ուշադրություն ցուցաբերել։ Ավելի վաղ նահանգապետ Նյուսոմը հայտարարել էր արտակարգ դրություն։ ԱՄՆ-ում տարածվել է հանցագործության նոր տեսակ։ Հանցագործները կեղծում են այսի գործակալների կերպարները։ Նրանք թալանում ու ահաբեկում են անպաշտպան ներգաղթյալներին։ 2025 թվականին արձանագրվել է առնվազն 31 նման դեպք։ Սա աննախադեպ աճ է նախորդ տարիների համեմատ։ Հանցագործները հաճախ գործում են դիմակավորված եւ զինված։ Բռնության մակարդակը կտրուկ աճել է անցած տարվա ընթացքում։ Ներգաղթյալները չեն կարողանում տարբերել իրական գործակալներին կեղծերից։ Մի զոհ պատմել է. «Ես բարձրացրեցի ձեռքերս, նրանք փող էին պահանջում»։ Իրականում դա սովորական զինված կողոպուտ էր։ Գրանսբորոյում հանցագործները նույնիսկ երեխայի վրա են զենք պահել։ Նրանք բոլորը գալիս են դիմակներով, հայտնել է տուժածներից մեկը։ Փորձագետները պնդում են, որ ներգաղթյալները հեշտ թիրախ են, նրանք վախենում են դիմել ոստիկանություն արտաքսումներից խուսափելու համար։ Հետաքննությունները ցույց են տալիս հանցագործների դաժանությունը, այն ներառում է կողոպուտ, սեռական բռնություն եւ ահաբեկում։ FBI-ը նախազգուշացնում է այս վտանգի մասին։ Պաշտոնյաները պահանջում են գործակալների հստակ նույնականացում։ Ֆիլադելֆիայում արդեն կան օրենքներ, որոնք արգելում են դիմակների կիրառումը, սակայն իրավիճակը մնում է չափազանց բարդ։ Իրանի ափերի մոտ կրկին պայթյուններ են հնչել, ԱՄՆ-ի զինված ուժերը հարվածել են իրանական թիրախներին Հորմուզի նեղուցի մերձակայքում։ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է կանխարգելիչ եւ ինքնապաշտպանական հարվածների մասին, CENTCOM-ից հայտարարել են, որ թիրախավորել են հրթիռային կայաններ եւ իրանական նավակներ։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, իրանցիները նավահանգստում ականներ էին տեղադրում։ CENTCOM-ի խոսնակի խոսքով, ամերիկացի զինվորականները պաշտպանում են իրենց ուժերը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն զսպվածություն է ցուցաբերում ընթացիկ հրադադարի ժամանակ։ ԱՄՆ-Իրան ժամանակավոր հրադադարի ռեժիմը գործում է ապրիլի 8-ից հակառակ փաստին, որ ժամանակ առ ժամանակ մեծ ու փոքր խախտումներ են արձանագրվում, կողմերը գերադասում են իրավիճակը չսրել ու լայնամասշտաբ գործողությունների չանցնել։ Այս անգամ եւս բացառություն չի եղել։ Հորմուզի տարածքում հարվածներից ու պայթյուններից հետո կողմերի ներկայացուցիչները վերահաստատել են, որ հրադադարը շարունակվում է։ Իրանը զգուշացնում է, պատերազմի ավարտը դեռ մոտ չէ, իսկ բանակցային ընթացքը հակասական տպավորություններ է թողնում։ Թրամփը նախ ոգևորել, ապա հուսալքել է հանրությանը։ Պետքարտուղար Ռուբիոն հակառակն է պնդում, նա կարծում է, որ պայմանագիրը կարելի է կնքել այսօր, սպառնալով, թե ձախողման դեպքում ԱՄՆ-ն կգտնի այլ ճանապարհներ։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է, որ միջուկային հարցերը դեռ քննարկման առարկա չեն։ Ոչ ոք չի կարող պնդել, որ համաձայնագիրը մոտ է, ասել է Բաղային։ Թրամփը պահանջում է, որ Իրանը հրաժարվի միջուկային զենքից, նա նաև ցանկանում է Իրանից դուրս բերել հարստացված ուրանը։ Վերլուծաբանները հույս ունեն, որ ԱՄՆ-Իրան գործարքը կբացի Հորմուզի նեղուցը, ըստ կանխատեսումների, համաձայնության կայացման դեպքում Իրանը կսկսի ականազերծել ջրային այդ տարածքը։ Այս քայլի դիմաց ԱՄՆ-ն կթույլատնի իրանական նավահանգիստների շրջափակումը։ ԱՄՆ-Իրան համաձայնության շուրջ դրական հայտարարությունների ֆոնին նավթի գները որոշակի նվազել են, սակայն իրավիճակը մնում է լարված։ Ըստ փորձագետների, պատերազմի ավարտը կարող է ձգվել մինչև հուլիս կամ օգոստոս։ Ներկա եւ մոտ ապագայի պատերազմներում ԱՄՆ-ի հաջողությունը կախված է մեկ կոնկրետ մետաղից, որը նա այսօր չունի։ Ժամանակակից հրթիռների արտադրության համար անհրաժեշտ է վոլֆրամ։ Այս մետաղի շուկան ամբողջությամբ վերահսկվում է Չինաստանի կողմից։ Վոլֆրամը կիրառվում է կործանիչների, ռումբերի եւ հրթիռային համակարգերի արտադրության մեջ։ ԱՄՆ-ն սեփական հանքերը չունի։ Առանց այս մետաղի հնարավոր չէ վերականգնել զինամթերքի պաշարները, որոնք ակտիվ ծախսվել են Իրանի հետ պատերազմում։ Չինաստանը արտադրում է աշխարհի վոլֆրամի ավելի քան 80%-ը։ Տարիներ առաջ Պեկինը գրավեց շուկան եւ իր մոտ քաշեց հմուտ մասնագետներին։ Թրամփի վարչակազմը փորձում է փոխել իրավիճակը։ Փետրվարին մեկնարկել է 12 միլիարդ դոլարի հանքային պաշարների ծրագիրը։ Նպատակն է ստեղծել սեփական մատակարարման շղթաներ։ ԱՄՆ-ն ծրագրում է հանք բացել նաեւ Մոնտանայում, սակայն սեփական ռեսուրսներին հասնելու համար տարիներ կպահանջվեն։ Առայժմ ԱՄՆ-ն ստիպված է համագործակցել դաշնակիցների հետ։ Ղազախստանում կառուցվող գործարանը եւս պետք է օգնի խնդրի լուծմանը։ Չինաստանի հետ մրցակցությունը մնում է չափազանց բարդ խնդիր, ԱՄՆ-ի համար սա դարձել է ազգային անվտանգության մարտահրավեր։ ԱՄՆ-ում ծնված Լեո 14-րդը դարձավ Ռոմի առաջին պապը, որը առաջին անգամ ներողություն է խնդրել ստրկության օրինականացման հարցում Վատիկանի ունեցած դերի համար։ Անցյալի պապերը նպաստել են ստրկատիրական համակարգերի ամրապնդմանը, նրանք իշխանավորներին տվել են մարդկանց ստրկացնելու իրավունք։ Նախկին քահանայապետերը հաստատել են պապական կոնդակներ, որոնք հիմք են դարձել ստրկության համար։ Դրանք թույլ են տվել նվաճել Աֆրիկան եւ հարավային ու հյուսիսային Ամերիկաները։ Ստրկացվել են ոչ քրիստոնյա մարդիկ եւ այսպես ասած անհավատներ։ Պապերը դա ոչ միայն թույլատրել են, այլև խրախուսել։ Եկեղեցու անունից ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում, գրել է Լեո 14-րդը։ Այսօրվա պապի ընտանեկան պատմության մեջ եղել են եւ ստրկացվածներ եւ ստրկատերեր։ Դա նրան հաղորդում է նաև անձնական պատասխանատվություն։ Այժմ պապը զգուշացնում է ժամանակակից ստրկության մասին։ Նա պնդում է, որ եկեղեցին պետք է դատապարտի թրաֆիքինգը իր բոլոր դրսևորումներով։ Հակառակ դեպքում ապագայում դարձյալ ներողություն խնդրելու կարիք կլինի, զգուշացրել է Ռոմի պապը։ Թրամփը կայցելի ռազմաբժշկական կենտրոններից մեկը։ Սա նրա երրորդ բժշկական ստուգումն է մեկ տարվա ընթացքում։ Նախագահը հաջորդ ամիս կդառնա 80 տարեկան, նա ամենատարեց անձն է, որը ստանձնել է այս պաշտոնը։ Թրամփը հաճախ է հայտարարում իր գերազանց առողջության մասին։ Այնուհանդերձ նրա շուրջ լուրերը չեն դադարում։ Նախագահը նախկինում ունեցել է ոտքերի թեթևակի այտուց, բժիշկները դա կապել են երակային անբավարարության հետ։
Թրամփի առողջական վիճակը շատերի մոտ հարցեր է առաջացնում, նրա մոտ նկատել են քնկոտություն եւ ձեռքի կապտուկներ։ Սպիտակ տունը դա բացատրում է հոգնածությամբ եւ ասպիրինի կիրառմամբ։ Բժշկական հաշվետվություններում նախագահի վիճակը գնահատվում է գերազանց։ 2025-ի հոկտեմբերին Թրամփը անցել է սրտի եւ որովայնի հետազոտություն։ Ըստ բժիշկների խնդիրներ չեն նկատվել։ Բժիշկները ընդգծել են նաեւ նախագահի ակտիվ առօրյան, նա մասնակցում է բազմաթիվ հանդիպումների եւ հանրային միջոցառումների։ Բացի այդ, Թրամփը հաճախ հաղթանակներ է տանում գոլֆի մրցաշարերում։ Նոր ստուգումը եւս ընթանալու է սովորական ռեժիմով, ներառելով ընդհանուր բժշկական եւ ստոմատոլոգիական զննումներ։ Ինտերնետի ծանոթ տեսքան հետանում է Google-ը փոխում է իր որոնման համակարգը, սա վերջ է դնում ցանցի ոսկե դարի։ Այլևս չկան սովորական կապույտ հղումները, արհեստական բանականությունը դարձել է նոր չափանիշ, օգտատերերը ստանում են պատրաստի պատասխաններ առանց հղումներով անցնելու։ Որոնման այս հին մոդելը այլևս արդիական չէ, փոփոխությունները տեղի են ունենում 25 տարվա ընթացքում առաջին անգամ։ Տեխնոլոգիական հսկաների հանդեպ վստահությունը կտրուկ ընկել է 2010 թվականին, նրանք առաջատար էին։ Այսօր ամերիկացիների միայն 24%-ն է վստահում նրանց։ Օգտատերերի դժգոհությունը ընկերություններին ստիպել է փոխվել։ Սոցիալական ցանցերը սկսել են առաջարկել բովանդակություն ըստ իրենց հայեցողության։ TikTok-ի եւ YouTube-ի հաջողությունը փոխել է ամեն ինչ։ Ընկերությունները քանդում են հին համակարգերը փրկվելու համար, նրանք ներդնում են AI-ը իրենց հիմնական պրոդուկտներում։ Օգտատերերը դեռ թերհավատ են նորամուծությունների հանդեպ, թե ինչպես կզարգանա ապագան դեռ պարզ չէ։ Կարևոր է հասկանալ, թե ով է կառավարելու այդ փոփոխությունները։ Ակնհայտ է մի բան՝ ինտերնետն այլևս նախկինը չի լինի։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ նույնպես ամեն օր հրապարակում ենք վերջին թարմնորությունները։ Կալիֆորնիայի ափերի օվկիանոսի ջուրը կարող է դառնալ անսովոր տաք։ Էլ Նինյո կլիմայական երևույթի շնորհիվ Խաղաղ օվկիանոսի սովորական սառը ջրերը կդառնան լողորդների համար ավելի հաճելի։ Օդանավթաբանները խոստանում են ռեկորդային ջերմաստիճանի տարի, սա համընկնում է գլոբալ տաքացման մասին կանխատեսումներին։ Կալիֆորնիայում ջրի ջերմաստիճանը կարող է հասնել 24-25 աստիճան Ցելսիուսի։ Սա գերազանցում է տարեկան միջին 20 աստիճան ցուցանիշը։ Ուժեղ Էլ Նինյո երևույթը բերում է նաև ուժեղ մակընթացություններ եւ հզոր ալիքներ։ Հոթորիկները եւս կարող են դառնալ շատ ավելի ինտենսիվ։ Մտահոգված են նաև բնապահպանները, նրանք կանխատեսում են ծովային թռչունների եւ կետերի զանգվածային անկումներ եւ թունավոր ջրիմուռների աճ։ Իրադարձությունները սկսվելու են հուլիսից ոչ ուշ։ Վերջին 3 ամսում Խաղաղ օվկիանոսի ափերին 21 սատկած գորշ կետ է հայտնաբերվել, մի մասը հենց ամերիկյան ափերին։ Կենդանիները չափազանց նիհար են եւ թույլ, գիտնականները ահազանգում են սննդի սուր պակասի մասին։ Կլիմայի փոփոխությունը հալեցնում է Արկտիկայի սառույցները, սա կտրում է կետերի սննդային շղթան։ Կետերը Արկտիկայում սնվում են մանր խեց գետնանմաններով, սառույցի վաղ հալվելը նվազեցնում է այդ կենդանիների քանակը, որոշ կետեր հայտնվում են գետերի մեջ։ Դա տեղի ունենում սնունդ փնտրելու հուսահատ փորձերի ժամանակ։ 10 տարի առաջ կետերի թիվը հասնում էր 27,000-ի, այժմ այն կազմում է մոտ 13,000, եթե իրավիճակը չփոխվի, անկումը շարունակական է լինելու։ Կալիֆորնիայի անտառներում աճած ամենահին ծառերից մեկը կհայտնվի թանգարաններում։ Հսկայական սեկվոյան 1500 տարեկան էր, երբ 2020 թվականին ավելի չրդեհին զոհ գնաց։ Այժմ ծառի հսկա բնից մնացած հատվածները տեղափոխվել են թանգարաններ։ Դրանք կներկայացնեն Կալիֆորնիայի հրդեհների պատմությունը։ Ծառը բաժանվել է երկու հիմնական մասի։ Մեկ մասը կցուցադրվի Սակրամենտոյի բնական պաշարների գործակալության շենքում, երկրորդը կուղարկվի Վաշինգտոնի Սմիթսոնյան թանգարան։ Ծառի հատվածները հասանելի կլինեն լայն հանրությանը։ Հսկա սեկվոյաները աճում են միայն Սիերա Նևադայի արևմտյան լանջերին։ Դրանք հասնում են մինչև 300 ոտնաչափ բարձրության։ Ծառերի տրամագիծը երբեմն հասնում է 30 ոտնաչափի։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ Մանու Հարությունյանը ձեզ պատմելու է կրոնական կառույցների վրա հարձակումների մասին։ Բարև ձեզ։ Միացյալ Նահանգներում վերջին տասնամյակում հարյուրավոր հարձակումներ են գրանցվել եկեղեցիների, սինագոգների, մզկիթների եւ այլ կրոնական կենտրոնների դեմ։ Դրանք ներառել են հրկիզումներ, վանդալիզմ, կրակոցներ եւ նույնիսկ զանգվածային սպանություններ։ Հետաքրքիրն այն է, որ ամենաշատ միջադեպերը միշտ չէ, որ նշանակում են նաեւ ամենաշատ զոհեր։ Ամեն դեպքում 2015-ից 25 թվականների վիճակագրությունը ցույց է տալիս բավական բարդ եւ անհանգստացնող պատկեր։
ԱՄՆ-ում բուդդայական տաճարների դեմ հարձակումները համեմատաբար հազվադեպ են եղել, սակայն վերջին տասնամյակում մի շարք դեպքեր արձանագրվեցին Կալիֆոռնիայում եւ Նյու Յորքում։ Դրանք հիմնականում վանդալիզմի, գողության կամ հրկիզման փորձերի ձևով էին։ Մասնագետները նշում են, որ նման կենտրոնները հաճախ դառնում են հակաասիականատելության դրսևորումների թիրախ։ Զոհեր այս դեպքերում գրեթե չեն գրանցվել։ Հիմա տեղափոխվենք սինագոգներ, եթե նայենք վիճակագրությանը, հրեական համայնքները վերջին տարիներին դարձել են ԱՄՆ-ում ամենահաճախ թիրախավորվող կրոնական խմբերից մեկը։ Խոսքը միայն վանդալիզմի մասին չէ։ Եղել են նաև զինված հարձակումներ, պատանդարություններ եւ զանգվածային սպանություններ։ Ամենահայտնի դեպքերից մեկը տեղի ունեցավ Պիտսբուրգում։ 2018 թվականին Պիտսբուրգի Tree of Life սինագոգի վրա կատարված հարձակման հետևանքով սպանվեց 11 մարդ։ Դա համարվում է ԱՄՆ պատմության ամենամահաբեր հակասեմական հարձակումը։ Հետագա տարիներին սինագոգների դեմ սպառնալիքներն ու վանդալիզմի դեպքերը շարունակեցին աճել։ 2023 եւ 2024 թվականներին հակասեմական միջադեպերը հասան պատմական բարձր մակարդակի։ Շատ համայնքներ ստիպված եղան ուժեղացնել անվտանգության միջոցառումները։ Մզկիթների դեմ հարձակումները հատկապես աճեցին այն տարիներին, երբ ԱՄՆ-ում սրվեցին հակաիսլամական տրամադրությունները։ Շատ մահմեդական համայնքներ սկսեցին ներդնել անվտանգության հատուկ համակարգեր։ Որոշ մզկիթներում անգամ կամավոր պահակախմբեր հայտնվեցին։ Թեև մահաբեր դեպքերը համեմատաբար քիչ են եղել, սպառնալիքների եւ հրկիզումների վիճակագրությունը բավական բարձր է, իսկ որոշ դեպքեր ավարտվել են կրակոցներով եւ վիրավորներով։ 2015-ից 25 թվականներին ԱՄՆ-ում արձանագրվեցին տասնյակ հակաիսլամական հարձակումներ կրոնական շինությունների դեմ։ Դրանց թվում կային մզկիթների հրկիզումներ, պատերի վրա սպառնալիքների գրություններ եւ զինված ներխուժումներ։ CAIR կազմակերպության տվյալներով հատկապես լարված էին 2016-ից հետո ընկած տարիները։ Մի շարք դեպքերում կասկածյալները բացահայտորեն հայտարարել են, որ հարձակումները կրոնական շարժառիթներ են ունեցել։ Շատ համայնքներ սկսեցին համագործակցել ոստիկանության հետ անվտանգության համար։ Իսկ հիմա քրիստոնեական համայնքները ամենամեծաթիվ կրոնական շինությունները Ամերիկայում հենց եկեղեցիներն են, եւ տրամաբանորեն դրանց դեմ միջադեպերի թիվն էլ մեծ է։ Բայց այստեղ կա մի կարևոր տարբերություն՝ դեպքերի մեծ մասը վանդալիզմ կամ հրկիզում է եղել, սակայն առանձին հարձակումները դարձել են իսկական ողբերգություններ մեծ թվով զոհերով եւ համապետական մասշտաբի արձագանքով։ 2015 թվականին հարավային Քարոլինայի Չարլսթոն քաղաքում աֆրոամերիկյան եկեղեցու վրա կատարված հարձակման հետևանքով սպանվեց 9 մարդ։ 2017 թվականին Թեքսասի Սադերլենդ Սփրինգս քաղաքի բապտիստական եկեղեցում զինված հարձակման զոհ դարձավ 26 մարդ։ Դա վերջին տասնամյակի ընթացքում եկեղեցիների վրա ամենամահաբեր հարձակումներից մեկն էր։ Հետագայում ԱՄՆ-ի բազմաթիվ եկեղեցիներ սկսեցին ներդնել մետաղորսիչներ եւ անվտանգության հատուկ ծրագրեր։ Հետաքրքիր է, որ վերջին տասնամյակում կրոնական կենտրոնների դեմ հարձակումների ընդհանուր թիվը շարունակել է աճել անկախ կրոնից։ Մասնագետները դա կապում են քաղաքական բևեռացման, ատելության, հռետորաբանության եւ սոցիալական ցանցերում ծայրահեղ գաղափարների տարածման հետ։ Կրոնական համայնքները ավելի հաճախ սկսեցին համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ անվտանգության ծախսերը շատ վայրերում կտրուկ աճեցին։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենից հաճախ թիրախավորվել են հրեական եւ քրիստոնեական համայնքները, սակայն մահմեդական կառույցների դեմ սպառնալիքներն էլ մնացել են բարձր մակարդակի վրա։ Հարձակումների մեծ մասը եղել է ոչ մահաբեր, բայց դրանց ազդեցությունը շատ ավելի լայն է, քան թվերը։ Շատ համայնքներ ստիպված են փոխել իրենց առօրյան կրոնական արարողությունների ժամանակ անվտանգության ծառայության ներկայությունը ԱՄՆ-ում արդեն սովորական պատկեր է դարձել։ Այս ամբողջ պատմության ամենածանր կողմն այն է, որ թիրախում հաճախ հայտնվում են ոչ թե քաղաքական կամ ռազմական օբյեկտներ, այլ աղոթքի վայրերը։ Արդյունքում քաղաքական կամ ոչ քաղաքական մեսիջները հասցեատերերը ստանում են, բայց դրանց զոհ են գնում անմեղ ու որպես կանոն այդ մեսիջների հետ ոչ մի կապ չունեցող, անգամ դրանց մասին ոչինչ չիմացող մարդիկ։ Այս ամենից գործնական հետևությունն այն է, որ պետք է ամենտեղ զգույշ լինել եւ չբողոքել անվտանգության լրացուցիչ միջոցառումներից։
Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Կհանդիպենք վաղ ժամը 5-ին։ Հաջողություն։